Իրանի նկատմամբ Ամերիկայի նախագահի կոշտ հռետորաբանությանը պատասխանում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Իրանին ուղղված նահանգների ցանկացած հարված սկիզբ կդնի տարածաշրջանային հակամարտության։ Ամերիկացիները պետք է իմանան, եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ Թրամփն արձագանքել է առաջնորդի հայտարարությանը։ Մենք այնտեղ ենք ուղարկել աշխարհի ամենամեծ ու հզոր ռազմանավերը։ Եվս մի քանի օր եւ հուսով եմ գործարք կկնքենք։ Եթե համաձայնության չգանք, կիմանանք նա ճիշտ էր թե ոչ։ Ամերիկայի նախագահն ասել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններ են վարում միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը սխալ է համարում Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների քայլերի մասին մերձավոր արևելքի դաշնակիցներին տեղեկացնելը։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ այսպիսի տեղեկությունը տարածաշրջանային գործընկերներին հայտնելն ավելի վատ է, քան մեդիային իրազեկելը։ Իրանի գերագույն առաջնորդի պնդմամբ իր երկիրը հակամարտության նախաձեռնողը չէ, սակայն պատրաստ է գրոհին գրոհով պատասխանել։ Ալի Խամենեին նշել է, որ պատերազմի ամերիկյան կործանիչների ու ռազմանավերի մասին Թրամփի վարչակազմի պարբերաբար հնչող հայտարարությունները նոր երևույթ չեն։ Նախկինում ամերիկացիները բազմիցս են սպառնացել, հայտարարելով, որ բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում ռազմականը։ Իրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանցի ժողովուրդը շատ կոշտ պատասխան կտա ցանկացածին, ով կհարձակվի ու կվնասի իրեն։ Այաթոլլահ Խամենեին երկրում տեղի ունեցած վերջին խռովությունները համեմատել է պետական հեղաշրջման փորձի հետ։ Նրա խոսքով դավադրությունը հաջողվել է կանխել։ Միացյալ Նահանգներ Իրան բազմամյա հակամարտությունն ունի մեկ պարզ բանաձև։ Ամերիկան ուզում է կուլ տալ Իրանին, իսկ Իրանի ժողովուրդն ու Իսլամական Հանրապետությունը խոչընդոտ են այս ճանապարհին։ Իրանն ահռելի քանակությամբ բնական ռեսուրսներ ունի՝ նավթ, գազ, հանքանյութեր եւ ռազմավարական աշխարհագրական դիրք։ Միացյալ Նահանգները փորձում է վերադարձնել 30 տարվա վերահսկողությունը, որը նրանք ունեցել են հեղափոխությունից առաջ։ Մարդու իրավունքների մասին խոսակցությունները դատարկ խոսքեր են։ Իրական պատճառն այն է, որ նրանք ուզում են տնօրինել մեր ռեսուրսներն ու քաղաքականությունը, սակայն Իրանի ժողովուրդը թույլ չի տա դա։ Իրանի արտգործնախարարը ևս զգուշացրել է, որ հնարավոր պատերազմը դուրս կգա Իրանի սահմաններից, աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան թիրախ։ Աբբաս Արաղչին միաժամանակ նշել է, որ չի անհանգստանում հակամարտության համար։ So I'm not concerned about war. Ես մտահոգված չեմ պատերազմով, ինձ առավելապես անհանգստացնում են սխալ հաշվարկներն ու ապատեղեկատվության վրա հիմնված ռազմական գործողությունները։ Մեզ համար ակնհայտ է, որ կան որոշակի տարրեր ու կողմեր, որոնք իրենց սեփական շահերի համար ցանկանում են նախագահ Թրամփին ներքաշել այս պատերազմի մեջ։ Կարծում եմ Թրամփը բավականին իմաստուն է ճիշտ որոշում կայացնելու համար։ Արաղչին ասել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ճակատագրական փուլում են, որը կարող է որոշել տարածաշրջանի անվտանգության հետագա ճարտարապետությունը։ A meaningful negotiation. Իմաստալից բանակցությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա, սակայն դժբախտաբար մենք կորցրել ենք մեր վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, որպես բանակցող գործընկերոջ։ Պետք է հաղթահարենք այս անվստահությունը։ Տարածաշրջանում կան միջնորդներ, բարեկամներ, որոնք փորձում են վերականգնել այն։ Ես տեսնում եմ բանակցելու հնարավորությունը։ Նախագահ Թրամփն ասում է, ոչ մի միջուկային զենք, եւ մենք լիովին համաձայն ենք դրա հետ։ Դա հիանալի գործարք կարող է լինել, սակայն դրա դիմաց ակնկալում ենք պատժամիջոցների չեղարկում։ Այդ գործարքը հնարավոր է։ Ըստ Արաղչիի, Թեհրանը պատրաստ է արդար ու իրավահավասար համաձայնագիր կնքել։ Արդյունքի հասնելը օգուտ է երկու կողմին էլ, ասում է դիվանագետը։ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը թույլատնելու փորձերին զուգահեռ սրվում է Եվրոպայի հետ հարաբերություններն ու փոխվում է հռետորաբանությունը։ Իրանի արտգործնախարարություն են կանչվել Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպաններն այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միությունում ճանաչվել է ահաբեկչական։ Թեհրանը հայտնել է, որ Բրյուսելի քայլը ռազմավարական սխալ է ու վիրավորանք Իրանին։ Ի պատասխան Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը Եվրամիության երկրների զինված ուժերը համարում է ահաբեկչական խմբավորումներ։
Թեհրանի հանդեպ թշնամանքի աճի ֆոնին Իրանը երկօրյա զորավարժություններ է անցկացնում Իրաքի սահմանի մոտ, իսկ ահա Հորմուզի նեղուցում ռազմածովային վարժանքի մասին լուրերը Թեհրանը հերքել է։ Սա աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկն է եւ էներգամատակարարման հիմնական երթուղին։ Նավթի համաշխարհային առևտրի մոտ 1/5-ն անցնում է այս ջրային ուղով, որի լայնությունը Իրանի եւ Օմանի միջև գտնվող ամենափոքր կետում մոտավորապես 33 կիլոմետր է։ Հարձակման դեպքում Իրանը նախկինում սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։